Հանուվոր և որդվո և ոգույն սրբո ամեն։ Այսօր մեծ բահքի երկրորդ կիրագին է և մեր եկեղեցվո հայրերը զայն գոչած են արդակսման կիրագին։ Այս անունը գուքա աստվածաշնչական այն հատված են, ուր գգարտանք, թե ինչպես Ադամ և Եվան Աստծո խոսքին անհնազանդ գտնվելով գարդակսվին թրախտեն։ Ուրեմն սիրելի հարազատներ, եկեք այսօր միասնաբար խորհրդածենք և տեսնենք, թե արդակսման գիրագին ինչ հոգևոր պատգամ ունի այսօր։ Ես կուզեմ այս արդակսման հատվածեն երեք կարևոր հոգևոր դասեր կահել։ Առաջին, քննադատել օրհնությունները։ Ադամ և Եվային դրված էր ամբողջ թրախտը։ Աստված աշխարհը դիեզերքը ստեղծեց մարդուն բարիքին համար։ Սակայն Աստված պատվերմ ուներ, որ այդ թրախտին մեջ ձար մգա անգե բեք չէ ուտեն։ Սակայն ինչպես կգարտանք, Ադամ և Եվան գծկեն ամբողջ թրախտի վայելչությունը և գերտան գուտեն այն արգիլված ձարեն, որ Աստված պատվիրած էր չուտել։ Եվ այդ մեկ սխալին պատճառով, սիրելի հարազատներ, Ադամ և Եվան և անոնց հաջորդները մինչև մենք այսօր զրկվեցան թրախտի վայելչութենեն։ Հետևանքը ավելի ծանր էր, քան արարքը։ Եվ այս մեկը այսօր մեզ կսորվեցնե, որ մեր կյանքի մեջ բազմաթիվ օրհնություններ ունենք։ Այդ օրհնությունները երբեմն վնասի կուտանք մեկ սխալի պատճառով, որովհետև մենք հաճախ չենք անդրադառնալ, թե մեր կյանքի մեջ որքան օրհնություններ ունենք։ Մեր ուշադրությունը գերտա այն իրականություններուն վրա, որ մենք չունենք, ուրիշը ունի։ Գմորնանք օրհնությունները, չենք արժևորել, չենք գնահատել և այդ պատճառով երբ գործընծնենք, անոր ցավը ծանր կլա։ Կյանքի մեջ այնքան մանր, նույնիսկ խճաքարի չափ նեղություններ, դժվարություններ, մտահոգություններ անմիջապես մեզ մեկ խլեն գիտակցությունը անդրադառնալու, թե Աստված մեզ որքան օրհնած է։ Մեծ բախտի ընթացքը մեզ կսորվեցնե, երբ մենք հաջողենք մեծ բախտի ընթացքին մեր առօրյա ուտելիքներեն զրկվել, այն ուտելիքները, որ մենք ընդհանրապես ուտեինք, կենդանիներեն եկած, նվազեցնելով մեր սեղանը, կանդրադառնանք, թե ինչ բաներ մենք ունենք, սակայն չենք անդրադարձած։ Ուտելիքով կսկսի, սակայն այդ ուտելիքեն անտին նաև կանդրադառնանք, թե Աստված ինչպիսի շնորհներ, ինչպիսի օրհնություններ տված է, սակայն մենք երբեմն անդեսած, իսկ երբեմն անդարբեր գտնված ենք։ Մեծ բախտը մեզ կսորվեցնե երկրավոր մտահոգություններեն, երկրավոր հաճույքներեն, երկրավոր գիրքերեն անտին Աստծո շնորհքը, երկնային արժեքները գտնեն մեր կյանքի մեջ, որովհետև երկրավոր արժեքները ի վերջո սահմանափակ ժամանակավոր տեղ պիտի հասնեն մեզի և օրը պիտի ավարտին, սակայն երկնավոր արժեքները, ինչպես Ավետարանի բառերը գսեն, երկնքի մեջ քանց տիզելու պես արժեք ունի։ Երկրորդ, Աստծո խոսքի հնազանդություն։ Ադամ և Եվան
գործունցուցին իրենց ունեցած վայելչությունը, տրախտը, որովհետև Աստծո խոսքեն դուրս ելան։ Եվ իրականության մեջ սիրելի հարազատներ, ոչ թե բարձրապես որովհետև Աստծո խոսքին անհնազանդ գտնվեցան, այդ պատճառով արտաքսվեցան, այլ դուրս տրվեցան, որովհետև իրենք գործունցուցին այն պատկերն ու նմանությունը, որ Աստված իրենց տված էր։ Աստծո ներկայության մեջ եղողը, անմիջական ներկայության մեջ եղողը պետք է իրեն նմանի։ Աստծո պես արդար, Աստծո պես սուրբ, Աստծո պես փարի պետք է ըլլա։ Սակայն որովհետև մարդը անհնազանդ գտնվեցավ, Աստծո խոսքեն դուրս ելավ, գործընծուց իր արդարությունը, իր փարությունը, իր սրբությունը, եւ անոր համար կգարտան Աստվածությունի մեջ կսե Աստված Ադամ եւ Եվային, Ադամին հատկապես, պիտի տաս ու ջակտի կրդինքովդ պիտի փորձես կյանքը շահի։ Իր ջակտի կրդինքով պիտի փորձե արդարությունը, սրբությունը եւ փարությունը շահիլ, որպես Աստծո ներկայության ըլլա։ Աստծո խոսքը բադյան մնե, որ մեզ կպաշտպանե, իր հովանին դակ կպահե։ Երբ մենք ուզենք Աստծո խոսքի բադյանեն դուրս ելնել, ուրեմն ասել ուզենք, որ մենք պատասխանատու ենք մեր հրացին։ Մեծ բակի այս ընթացքին ավելիով մենք աղոթքին կնվիրվենք, ավելիով Աստծո խոսքը կընթերցենք, որպեսզի մենք սորվենք Աստծո խոսքին հնազանդ ըլլալ։ Մենք եկեղեցի ու կան Աստծո խոսքը լսելու, սակայն արդյոք երբ եկեղեցիեն դուրս կան, արդյոք որքան դակավին Աստծո բադյանին, Աստծո խոսքին դակ կմնանք։ Որովհետև մենք վարժված ենք Աստծո ցայնը միայն եկեղեցիի մեջ լսել, սակայն Աստված մեզ կպատվիրե, որ նույնիսկ եկեղեցիեն դուրս մենք մեզ այնպես վարժեցնենք աղոթքով, որպեսզի Աստծո ցայնը արձագանքե մեր սրտին, մեր մտքին, մեր հոգին մեջ։ Եթե մենք եկեղեցիեն դուրս միայն ուրիշ ցայներով պիտի դարվենք, ուրեմն Աստծո ցայնը կսկսի մեզ հերանալ եւ մենք Աստծո խոսքը չլսելով նաեւ իր կամքը չենք կատարել։ Անոր համար մեծ բախը մեզի համար արիթ մնե անդրադառնալու, հասկանալու, թե որքան կարևոր է Աստծո խոսքին, զորության, պաշտպանության, արդարության տակ մնալ, որպեսզի կարենանք իր մով առաջնորդվել այս կյանքի մեջ։ Երրորդ, սիրելի հարազատներ, Ադամ եւ Եվան միայն Աստծո խոսքը գդրելով չէ որ արտաքսվեցան։ Անոնց հանցանքը նաև այն էր, որ նաև իրենց հանցանքը չխոստովանեցան։ Երբ Աստված հարցուց Ադամին, Եվային իրենց հանցանքի մասին, անոնք մեկը մյուսին վրա նետեց, չընդունեցին իրենց սխալը։ Եվ այս մեկը մեզ կսորվեցնե, երբ մենք չենք խոստովանիր մեր մեղքը, մեր հանցանքը, ուրեմն մենք պատասխանատու ենք մեր հանցանքին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ ինքը արդարությունը ըլլալու եւ այդ արդարությունը մեզի տալու։ Եվ մեզի ըսավ, որ մենք խոստովանենք մեր մեղքերը իրեն, որպեսզի մեր մեղքերը իրեն հանցնենք եւ ինք խաչին վրա զանոնք մաքրե իր արյունով։ Եթե մենք խոստովանությամբ եւ ապաշխարությամբ մեր հանցանքները իրեն չենք հանցներ, ուրեմն կնշանակե, որ մենք ուզենք պատասխանատու գտնվել մեր գործած հանցանքներով։ Մեծ բակի ընթացքին մեր եկեղեցու շարականներուն, աղոթներուն մեջ գշեշտվի խոստովանությունը, ապաշխարությունը,
որպեսզի մենք անդրադառնանք, թե որքան կարևոր է մեր կյանքի մեջ խոստովանել եւ ապաշխարել զղջալ մեր հանցանքներուն համար։ Ճիշտ է, որ գիտենք մեր Տերը մեր մեղքերուն համար իր արյունը թափեց, ինքզիկ տվավ, ինքզիկ նվիրեց, որպեսզի մենք հանցանքին, մեղքին, մահվան հետևանքը չգրենք, բայց ի վերջո նաև մեզ մեկը սպասե, որ իբրև ազատ կամքի արարածներ այդ հանցանքները հանցնենք իրեն։ Եվ մի զարմանացիելի հարազատներ, եթե ասեմ նույնիսկ նվիրենք հանցանքները իրեն, սիրով դանք իրեն, որտեղ ինք պատրաստ է առնելու մեր մեղքերը եւ խաչի վրա բարձրացնելու, որպեսզի հոնալ իր արյունով մաքրե։ Հետևաբար մեծ բախքը մեզի համար նաև անդրադարձ է, որ մենք գիտնանք, թե պետք է մեր մեղքերը խոստովանենք եւ անոնց համար ապաշխարենք։ Երբ մարդը դրախտեն դուրս տրվեցավ, անաբադ մտավ։ Նույնիսկ այս գեղեցիկ աշխարհը անաբադ մնե Աստծո բացակայությամբ, եթե մենք Աստծո հեռու կապրենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս գիտավ, թե որքան դժվար է անաբադի մեջ ապրել։ Եվ այդ պատճառով ինք քնած անաբադ մարդուն դեղ, մարդուն համար անաբադի մեջ ձոն բահեց, ըսկաց մարդուն հետ եւ որբեսի մարդուն սխալը սրբակրե, սատանային փորձվեցավ եւ հաղթական դուրս ելավ։ Այս մեկը գադարեց, որբեսի մեզ անաբադեն ետ թրախտ մեր դունը վերադարձնի։ Սակայն մենք մեզ միայն կսպասվի այս իր գադարած զոհողության, իր գադարած նվիրումին արժեքը գիտնանք եւ մասնակից դառնանք իր դված փրկության։ Մեծ բախի ընթացքին Քրիստոսի հետ մենք անաբադ կերտանք, որբեսի արժեքը գիտնանք հարությանը։ Արժեքը գիտնանք, թե Քրիստոս խաչին վրա ինչպիսի զոհողություն կատարեց մեզի համար։ Եթե հասկանանք, անդադառնանք, արժևորենք, գնահատենք, այն ժամանակ մենք իսկապես ուրախ, կողունակ եւ լեցուն, կյանքով լեցուն հավատացյալներ պիտի դառնանք։ Իսկ եթե անոնց արժեքը չգիտնանք, սիրելի հարազատներ, ուրեմն մենք Ադամին եւ Եվային օրինակին կհետևենք։ Ուրեմն եկեք, սիրելի հավատացյալներ, աղոթենք, որ Աստված այս մեծ բախի անաբադային ժամանակաշրջանեն մեզի շնորհքով լեցուն անցնե, շնորհներ շահենք, կանցեր շահենք, որպեսզի իսկապես արժևորենք, թե Քրիստոսի դված մեծ շնորհքը, փրկությունը, ինչպես նաև իր դված ամենօրյա օրհնությունները, ամեն ինչ կբարդենք իրեն, որ օրհնյալ է այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիտենից ամեն։